Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան։ Ինչ են անում Հայաստանի հարևանները, ինչ է կատարվում այդ երկրներում։ Մենք ցանկանում ենք սկսել 2026-ից 2035 թվականները ներառյալ երկրի զարգացման տասնամյա ռազմավարության վրա աշխատանքը եւ պատրաստել մի փաստաթուղթ, որի հիման վրա կիրականացվի երկրի զարգացումը բոլոր ուղղություններով։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կառավարության նիստում։ Վարչապետի խոսքով այս փաստաթուղթը պետք է լինի հակիրճ, որում հստակ պետք է ներկայացված լինեն կոնկրետ նպատակներն ու խնդիրները, նաեւ դրանց իրականացման ժամկետները։ Մանրամասները հանրությանը հայտնի կդառնան ավելի ուշ։ Կարծում եմ մոտ ապագայում հնարավոր կլինի ավարտել այս փաստաթղթի վրա աշխատանքը եւ հրապարակել այն։ Մենք կունենանք շատ հստակ ուղեցույց, որի հիման վրա ապահովելու ենք մեր երկրի հաջորդ տարիների շարունակական եւ կայուն զարգացումը։ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության նախնական գնահատմամբ 2025 թվականի սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Վրաստանի իրական համախառն ներքին արդյունքի աճը կազմել է 6.4%, իսկ 2025 թվականի առաջին 9 ամիսների միջին աճը 7.7%։ 2025 թվականի սեպտեմբերի դրությամբ տնտեսական աճն ապահովել են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են վերամշակող արդյունաբերությունը, տրանսպորտն ու պահեստավորումը, տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաները, նաեւ մասնագիտական, գիտական եւ տեխնիկական գործունեությունները։ Նվազման միտում է արձանագրվել շինարարության եւ էներգետիկայի ոլորտներում։ Մենք ձգտում ենք դառնալ Եվրամիության անդամ, Եվրոպայի մաս, սակայն մենք ցանկանում ենք դա անել հավատարիմ մնալով դարեր շարունակ պահպանված արժեքներին։ Մենք ցանկանում ենք, որ մեր ազգային շահերը խստորեն պաշտպանված լինեն, հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին։ Նա անդրադարձել է Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկու հայտարարությանը, որտեղ նա նշել էր, թե երկիրը չի կարող դառնալ Եվրամիության անդամ Վրաստանում ընդունված օրենքներով։ Օրենսդրության վերանայումը մեր ներքին գործն է։ Որևէ օրենք քննարկելիս պետք է ուշադիր վերլուծենք, թե ինչպես է այն հակասում միջազգային իրավունքին։ Մենք պատրաստ ենք դրան, մենք մշտապես հայտնել ենք մեր պատրաստակամությունը։ Բացի այդ, Վրաստանի նախագահը նշել է, որ Եվրամիության դեսպանի ուղերձն անհամատեղելի է Եվրոպական միության հիմնարար նպատակների հետ, որը ստեղծվել է իր բոլոր անդամների շահերը սպասարկելու համար։ Նա ընդգծել է, որ Վրաստանն այս գործընթացի ժամանակ պետք է պահպանի ինքնությունը։ Մեր ճանապարհը դեպի Եվրամիության անդամակցություն երեք չի սկսվել։ Մենք մեծ ձգտում ունեինք դառնալու Եվրոպայի մաս եւ պատկանելու այս համայնքին։ Մեր երկիրը դիմակայել է բազմաթիվ փոթորիկների Եվրոպայի լիիրավ անդամ դառնալու համար։ Այս գործընթացը չի դադարեցվել։ Մենք 3000-ամյա ազգ ենք, որը դարերի ընթացքում բազմաթիվ մարտահրավերների է բախվել։ Մենք զգալի փորձ ենք ձեռք բերել մեր ինքնությունը պահպանելու եւ առաջընթացի ձգտելու գործում։ Եվրամիությունը Վրաստանի իշխանություններին է ուղարկել այն ապրանքների ցանկը, որոնց արտահանումը Ռուսաստան արգելված է, եւ կոչ է արել կանխել դրանց վերաարտահանումը։ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է Եվրամիության պատժամիջոցների հարցերով հատուկ ներկայացուցիչ Դեվիդ Օ'Սալիվանի նամակը։ Այդ ցանկը ներառում է կրկնակի նշանակության ապրանքներ եւ առաջադեմ տեխնոլոգիաներ, որոնց արտահանումը սահմանափակված է, նշված է նամակում։ Եվրահանձնաժողովը կազմել է կրիտիկական նշանակություն ունեցող ապրանքների նոր ցուցակ, որում ներառված են պատժամիջոցների տակ գտնվող ապրանքներ, որոնք կարող են աջակցել Ռուսաստանի արդյունաբերական բազային։ Կոչ եմ անում ձեզ արգելել Եվրամիության ծագում ունեցող եւ ցուցակում նշված ապրանքների ցանկացած վերաարտահանում Ռուսաստան, ընդգծել է Օ'Սալիվանը։ Ըստ նրա, չնայած Վրաստանն այս ապրանքների խոշոր վերաարտահանող չէ, տարածաշրջանի երկրներն արդեն գտել են այդ խնդիրը լուծելու ուղիները եւ վտանգ կա, որ Վրաստանը կդառնա այդ ապրանքների անօրինական տարանցման այլընտրանքային ուղի։ Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակաբո Ջուրիշվիլին Սամարղանդում մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր խորհրդաժողովին։ Իր ելույթում նա նշել է, որ Վրաստանը դարերի ընթացքում ստեղծել եւ պահպանել է անգնահատելի մշակութային ժառանգություն, որը շարունակում է ոգեշնչել եւ հարստացնել մարդկությանը։ Արտգործնախարարի խոսքով Վրաստանի աշխարհագրական դիրքը, որը գտնվում է Եվրոպայի եւ Ասիայի միջև, ծառայել է ոչ միայն որպես տրանսպորտային եւ տնտեսական փոխանակման միջանցք, այլ որպես գաղափարների, ավանդույթների եւ մարդկային կապերի կամուրջ։ Այս ոգով Վրաստանը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղությանը եւ միջազգային իրավունքի սկզբունքներին, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ մարդու իրավունքների պաշտպանությանը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր խորհրդաժողովի շրջանակում Բոջորիշվիլին հանդիպել է իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ։ Ըստ Վրաստանի արտաքին գործերի նախարարության քննարկումը կենտրոնացած է եղել Վրաստանի եւ Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության վրա, անդրադարձ է եղել հարաբերությունների հետագա խորացման հնարավորություններին եւ մասնավորապես առևտրատնտեսական գործակցությանը։ Կողմերը բարձր են գնահատել բարձր մակարդակի այցելությունների դրական ընթացքը։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն Անկարայցի ժամանակ Թուրքիային անփոխարինելի գործընկեր է անվանել։ Մերցն Էրդողանի հետ ասուլիսում նշել է, որ Թուրքիան գրեթե բոլոր արտաքին եւ անվտանգության քաղաքականության հարցերում կարևոր խաղացող է։ Եկեք առաջիկա ամիսներին եւ տարիներին ավելի լավ օգտագործենք մեր հարաբերությունների հսկայական ներուժը։ Դրա համար կան լավ պատճառներ, քանի որ մենք մտնում ենք նոր աշխարհաքաղաքական փուլ, որը ձևավորվում է մեծ տերությունների քաղաքականությամբ։ Մերցը նշել է, որ երկու երկրներն էլ պետք է ավելի լավ օգտագործեն այս գործընկերությանը բնորոշ տնտեսական հնարավորությունները։ Կանցլերը Թուրքիայի կողմից Eurofighter կործանիչների գնումը ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցների անվտանգությանը նպաստող ներդրում է անվանել։ Այս ինքնաթիռները ծառայում են դաշինքի հավաքական անվտանգությանը։ Դրանք բարձրացնում են ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցների պաշտպանությունն ու անվտանգությունը։ Հիշեցնենք, որ հուլիսին Գերմանիայի դաշնային կառավարությունը թույլատրել է Մեծ Բրիտանիայի, Իտալիայի եւ Իսպանիայի հետ համատեղ արտադրված Eurofighter կործանիչները ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիա արտահանել։ Էրդողանը նշել է, որ երկու երկրներն ունեն մեծ ներուժ պաշտպանական արդյունաբերության ոլորտում եւ պետք է կենտրոնանան համատեղ նախագծերի վրա։ Ասուլիսի ընթացքում Թուրքիայի նախագահը կշտամբել է Գերմանիային Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացվող ցեղասպանությանը, սովին եւ հարձակումներին չարձագանքելու համար։ Նա նշել է, որ Իսրայելը վերջին օրերին կրկին հարձակվել է Գազայի վրա, չնայած անկլավում հրադադարին։ Միթե Գերմանիան այդ ամենը չի տեսնում։ Գազայում սովի եւ կոտորածների դադարեցումը Թուրքիայի, Գերմանիայի եւ այլ երկրների մարդասիրական պարտքն է։ Թուրքիայի զինված ուժերը շարունակում են երկխոսություն օտարերկրյա գործընկերների հետ Գազայի հատվածում հրադադարի ռեժիմի վերահսկման համար օպերատիվ խումբ ստեղծելու հարցի շուրջ։ Բացի այդ, գերադասչությունից նշել են, որ Իսրայելի վերջին հարձակումները Գազայի հատվածի վրա հանդիսանում են հրադադարի ռեժիմի ակնհայտ խախտում։ Գազայի հատվածում խաղաղություն հաստատելուն ուղղված հրադադարի մասին համաձայնագրի իրագործումը եւ դրա լիարժեք պահպանումը Իսրայելի կողմից կենսական նշանակություն ունեն մեր տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության արագ վերականգնման համար։ Որպես հրադադարի համաձայնագրի համահեղինակ մեր երկիրը պատրաստ է իր ներդրումն ունենալ տարածաշրջանում եւ Գազայի հատվածում արդար, կայուն եւ համապարփակ խաղաղության հաստատման գործում, նշված է Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։ Աֆղանստանի եւ Պակիստանի իշխանությունների ներկայացուցիչները հանդիպում են անցկացրել Ստամբուլում, որտեղ քննարկել են սահմանային ճգնաժամի կարգավորման ուղիները եւ հրադադարի ռեժիմի պահպանման համար պայմանների ստեղծումը։ Բանակցություններից հետո Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որ Քաբուլը եւ Իսլամաբադը համաձայնել են վերսկսել հաշտության բանակցությունները եւ պահպանել հրադադարի ռեժիմը։ Կողմերը համաձայնել են գործարկել մոնիթորինգի եւ ստուգման մեխանիզմներ, որոնք կապահովեն խաղաղության պահպանումը եւ խախտող կողմի նկատմամբ պատժի կիրառումը, ասված է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ։ Կողմերը նախատեսում են Ստամբուլում նորից հանդիպել նոյեմբերի 6-ին հրադադարի ռեժիմի պահպանման կարգը վերջնականապես համաձայնեցնելու համար։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտնել է, որ Իրանը Հայաստանում նոր դեսպան է նշանակել Խալիլ Շիր Ղոլամիին։ Այդ մասին հաղորդում է իրանական իռնագործակալությունը։ Հայաստանում Իրանի նախորդ դեսպան Մեհդի Սոբհանին վերջերս է ավարտել իր դիվանագիտական առաքելությունը։ Խալիլ Շիր Ղոլամին ներկայում Իրանի արտաքին գործերի նախարարության քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավարի հետազոտությունների եւ ուսումնասիրությունների գծով տեղակալն է։ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայիին հայտարարել է, որ ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի կողմից Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ արված հայտարարություններն անհիմն են, կոչ անելով նրան զգույշ լինել իր մեղադրանքների հետևանքներից։ Բաղայիի խոսքով ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը քաջ գիտակցում է, որ Իրանի միջուկային ծրագիրը խաղաղ նպատակներ ունի։ Բաղայիին մատնանշելով հունիսին տեղի ունեցած 12-օրյա պատերազմը, ընդգծել է, որ Գրոսիի անհիմն հայտարարությունների հետևանքները հիմք են հանդիսացել Միացյալ Նահանգների եւ Իրանի կողմից Իրանի դեմ ագրեսիվ գործողությունների համար։ Բաղայիին կոչ է արել ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենին դասեր քաղել իր հայտարարությունների եւ զեկույցների աղետալի հետևանքներից, որոնք 12-օրյա պատերազմի համար նպաստավոր մթնոլորտ էին ստեղծել։ Ավելի վաղ ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը հայտարարել էր, որ Իրանի իշխանությունները կարծես թե ակտիվորեն չեն հարստացնում ուրանը, սակայն երկրի միջուկային օբյեկտներում նոր ակտիվություն է նկատվել։ Այնուամենայնիվ 60%-ով հարստացված ուրանը դեռևս Իրանում է, սա այն կետերից մեկն է, որը մենք քննարկում ենք, քանի որ պետք է վերադառնանք այնտեղ եւ համոզվենք, որ նյութը տեղում է եւ չի օգտագործվել այլ նպատակներով։ Սա չափազանց կարեւոր է, նշել է Գրոսին Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում տված հարցազրույցում։ Նա նաեւ զգուշացրել է, որ Իրանի հարստացված ուրանի պաշարները կարող են թույլ տալ նրան արտադրել 10 միջուկային ռումբ։ Գրոսին նաեւ շեշտել է, որ դա չի նշանակում, որ Իրանը նման զենք ունի։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է կառուցողական բանակցությունների, եթե մյուս կողմերը եւս պատրաստ լինեն ազնիվ եւ հարգալից բանակցությունների, հաղորդում է ԻՌՆ-ն։ Մենք բանակցությունների հետ երբեք խնդիրներ չենք ունեցել, բայց բանակցությունները տարբերվում են թելադրանքներից, հրամաններից եւ սպառնալիքներից։ Երբ բանակցող կողմերը պատրաստ են բանակցել հավասար հիմունքներով, ձգտելով համաձայնության հասնել, հիմնված փոխադարձ հարգանքի վրա եւ զերծ լինել սպառնալիքներից, Իրանի Իսլամական Հանրապետությունը եւս պատրաստ է։ Արաղչին վստահեցրել է, որ բանակցությունների եւ դիվանագիտության դրոշը երբեք չի իջեցվել Իրանում, իսկ բանակցություններն իմաստալից են միայն այն դեպքում, երբ դրանք հիմնված են փոխադարձ հարգանքի եւ ընդհանուր շահերի վրա, զերծ սպառնալիքներից եւ ճնշումներից։ Բարձրաստիճան դիվանագետն ընդգծել է, որ երբ մյուս կողմերը պատրաստ են արդար եւ հարգալից երկխոսության, Իրանը եւս պատրաստ է քայլեր ձեռնարկելու կառուցողական բանակցությունների ուղղությամբ։ Արաղչին նաեւ խոսել է այն մասին, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի վարչակազմը միջոցառումներ է ձեռնարկում նահանգային պաշտոնյաներին ավելի մեծ լիազորություններ տրամադրելու եւ ազգային տնտեսական դիվանագիտությունը նահանգային մակարդակով ընդլայնելու համար տնտեսական աճը խթանելու ջանքերի շրջանակում։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչն ամենաշաբաթյա ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Ադրբեջանում ձերբակալված ռուսաստանի քաղաքացիների վերադարձի թեմային։ Մարիա Զախարովան նշել է, որ այդ հարցի շուրջ Մոսկվան երկխոսություն է անցկացնում Բաքվի հետ։ Երկու երկրների համապատասխան մարմինները երկխոսություն են վարում այս հարցի շուրջ, ասել է նաև նշել, որ ռուս լրագրողներն արդեն վերադարձել են Ադրբեջանից։ Զախարովան հավելել է, որ հատկապես մտահոգիչ է Սանկտ Պետերբուրգից ուսանող Դմիտրի Ֆյոդորովի վիճակը։ Բաքվում Ռուսաստանի դեսպանատունը բժշկական օգնություն տրամադրել հարցում է ուղարկել, ասել է Զախարովան։ Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ստորագրել են 2026-ից 27 թվականների երկկողմ պաշտպանական գործակցության ծրագիրը։ Մեծ Բրիտանիայի դեսպանատան X-ի սոցիալական ցանցի ադրբեջանական էջում հրապարակվել են ստորագրման արարողության լուսանկարներն ու տեղեկությունները։ Մենք հպարտ ենք պաշտպանության ոլորտում մեր սերտ գործակցությամբ եւ ռազմավարական գործընկերության շրջանակներում դրա ունեցած դերով։ Մեծ Բրիտանիայի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրվել է պաշտպանության ոլորտում երկկողմ գործակցության 2026-27 թվականների պլանը։ Անհամբերությամբ սպասում ենք ընդհանուր առաջնահերթությունների իրականացմանն ուղղված համատեղ աշխատանքի շարունակմանը։ Հատկանշական է, որ Ադրբեջանի զենքի մատակարարման վերաբերյալ Մեծ Բրիտանիայի էմբարգոյի ամբողջական վերացումից հետո երկրների միջև պաշտպանական ոլորտում գործակցության լայն հնարավորություններ են բացվել։ Մարոտ Հարվերդյան, հարևաններ։